Ես Արամ Ենգիբարյանն եմ, նկարիչ եմ, նկարել սկսել եմ շատ փոքր տարիքից, 3-4 տարեկանից, շատ սիրել եմ, ոնց որ բոլորը, շատ էի խաղում այդ նյութերով, նկարչական, այսինքն այդ տարիքում ինչ որ ընկնում էր մեր ձեռքին, դրանով զբաղվում էի, հետո շարունակել եմ ուսումս, սովորել եմ Թերլեմեզյան քոլեջում, ավարտելուց հետո ընդունվել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան, սովորել ու ավարտել եմ մագիստրատուրան ու զբաղվում եմ նկարչությամբ։ Արդեն 13-14 տարեկանից զգացի, որ ավելի շատ եմ ուզում նկարել ու սկսեցի ավելի խորանալ դրա մեջ, ամեն ինչ սենց ասած թողում էի, դպրոցի դասեր, խաղեր, սենց չգիտեմ երեխայական լիքը բաներ, որ նկարեմ։ Ու այդ տարիքում արդեն սովորում էի արվեստի դպրոցում, հետո արդեն անցանք ավելի պրոֆեսիոնալի։ Պրոֆեսիոնալ նկարչություն սկսվեց Թերլեմեզյանում 4-րդ կուրսից սկսած։ Ծնվել եմ արհեստավորների ընտանիքում բոլորը տենց պապենական արհեստավոր մարդիկ են, միակ մարդը ես եմ, որ ամբողջ ազգի մեջ նկարչությամբ եմ զբաղվում, այսինքն արվեստով։ Ես միշտ ասել եմ, որ բախտավոր եմ եղել դասախոսների հարցում, որովհետև որտեղ որ սովորել եմ, լավն են եղել իրանք, մանավանդ Թերլեմեզյանի իմ դասախոսը, ինքը շատ ճաշակով արվեստագետ մարդ է եղել ու իրանից ավելի շատ ձևավորվել է նկարչական մտածելակերպն ու ճաշակը իմ մոտ իր օգնությամբ։ Բայց նկարելը սովորել եմ ավելի գրադարանում նկարիչների կատալոգները թերթելու ժամանակ, այսինքն պետք էր տեսնել, մենակ լսելով ու կատարելով չէր լինի, պետք էր տեսնել օրինակներ, ինչ որ ազդեցություններ էին պետք, դրանք ժամանակի ընթացքում մաքրելով ձևավորվում ենք որպես նկարիչ։ Ոնց որ բոլոր նկարիչները, ամենասկզբում սովորում ենք պուպուշ նկարել, այսինքն ինչ տեսնում ենք, նկարում ենք նենց ոնց կա։ Ժամանակի ընթացքում սկսում ենք փոփոխություններ կատարել, այսինքն մեզ գտնել որպես նկարիչ, որպես ձեռագիր ունեցող նկարիչ, այդ ճանապարհին շատ տարբեր ձևեր եմ փորձել, տարբեր ոճեր, սկսած ռեալ նկարչությունից մինչև հիմա արդեն աբստրակտ նկարչություն։ Բայց այս ամեն ինչի մեջ ժամանակ առ ժամանակ նույն աբստրակցիայի մեջ իմ մոտ հայտնվում է ֆիգուրաներ, հետո նորից դուրս է գալի, նորից հետ է գալի, սենց ինքը շարունակական պրոցես է, դա ստեղծագործելու հետաքրքրություններից մեկն է։ Այսինքն եթե չլինի այդ փոփոխությունները, կլինի լճացում, իսկ այդ արդեն տանում է ավելի տխուր տեղ։ Իմ համար ես այն տարիքում եմ, որ ստեղծագործական ուղին փուլերի բաժանելը դեռ շուտ է։ Չնայած եղել են նկարիչներ, ովքեր իմ տարիքում արդեն շատ նկարչական փուլերով էին անցել, բայց ես համարում եմ, որ դեռ փուլերի բաժանելը շուտ է, ու կապրենք, տեսնենք։ Ստեղծագործելու պրոցեսը սկսվում է արվեստանոց մտնելուց, հետո երաժշտություն, լավ հաճելի երաժշտության մասին է խոսքը, սկսում եմ դասավորել վրձիններ, ներկերը, այն պալիտրայի վրա, որ սկսվում է ներկերը դրվել, տարբեր գույների, արդեն սկսվում է ստեղծագործական պրոցեսը, այդ ամեն ինչը ստեղծագործական պրոցեսի մի մասն է, ու հետո սկսվում է խաղը իրանց հետ, ներկերի հետ, վրձիններով, կտավի վրա, այդ ամեն ինչը շատ հաճելի խաղ է, որի արդյունքում էլ ստանում ենք ավարտական աշխատանքը, այսինքն նկարիչի իմ համար ամենակարևոր բանը այդ պրոցեսն է, որովհետև ես
վայելում եմ, հանգստանում եմ, ինձ հաճելի է նկարելու process-ը։ Ավարտելուց հետո նկարները արդեն գնում են իրենց ճանապարհով, կամ ցուցադրվում են որևէ տեղ, կամ չեն ցուցադրվում, դեռ իմ մոտ են, տարբեր փուլեր են լինում, ես եմ ցուցադրում։ Ոգեշնչում է միջավայրը, մարդիկ, ու կապ չունի մարդը լավն է թե վատն է, վատ մարդուց էլ կարելի է ոգեշնչվել, այսինքն վատ մարդուց օրինակ վերցնում եմ, որպեսզի չլինեմ այդպես կամ չանեմ այդ բանը, դա էլ է օրինակ, իսկ լավ մարդկանցից, բնությունից, իմ նկարներում ռեալ չի, բայց այն ինչ որ անում եմ, վերցնում եմ բնությունից հիմնականում, այսինքն ես կարամ օգտագործեմ իմ ճանապարհին հանդիպած ծառը, բայց ես այդ ծառը չեմ մեկնաբանում այնց ոնց որ ֆոտոխցիկը կամ ռեալ նկարչությունը, էլի, ես մեկնաբանում եմ այդ ծառը իմ ձևով, իմ գույներով, իմ աշխարհում։ Ժամանակակից արվեստը ինձ համար ապրող մարդն է, այսինքն այդ մարդու այսօրվա առօրյան, այսօրվա իր թե մենք ուր ենք գնում, այսինքն արվեստը միշտ եղել է սենց, ինքը մի քանի քայլ առաջ է եղել, քան կյանքը, ընթացիկ կյանքը, իսկ ժամանակակից կյանքը շատ արագ է առաջ գնում, ամեն բնագավառում, կան բաներ, հա, որ դուրս են եկել, չկան, բայց զարգացող աշխարհ է ու ավելի շատ է օրեցօր ամեն ինչ լցվում, այս ամեն ինչի մեջ նույնձև ժամանակակից արվեստը, այսինքն օր-օրի ինքը փոփոխվում է, օր-օրի մենք կարանք տեսնենք բաներ, որոնցից զարմանանք, թե ոնց կարելի է սենց արվեստը ոնց կարա սենց լինի, բայց երբ որ դա անցնում է, հետո գալիս է մյուս փուլը, մենք զգում ենք, որ այն փուլը, որը որ անցել էր, ինքը էլի արվեստ էր ու կա ու մնում է։ Լավ արվեստը միշտ կա, մնում է ու այն որ եղել է, տենց էլ գնում է։ Արվեստը ինքը հենց գեղեցիկն է ցույց տալի ու այդ գեղեցիկը հասարակության համար է, հենց։ Ժամանակակից արվեստը արդեն շատ անհատական է գնահատական տալը դրան, այսինքն կան բաներ, որ միլիոնավոր մարդկանց համար դա գեղեցիկ է ու շատ հաճելի, ու կան բաներ, որ հազարավորների ու միլիոնավորների համար տգեղ է ու տհաճ, այսինքն մեր օրերում, քանի որ չկա սահմանափակում արվեստում, բայց կան տարբեր ստեղծագործողներ, այսինքն ինչքան կան ստեղծագործողներ, իրանց համար հաստատ կա այդ ունկնդիրը, որովհետև մեկը մյուսի հետ կապված են։ Կարող է քիչ լինի այդ մարդու ունկնդիրը, բայց հաստատ կա։ Ես միշտ նկարում եմ ավելի լուսավորը, միշտ ուզում եմ ավելի լավ տրամադրություն, լավ միջավայր ու ավելի լուսավոր աշխարհ փոխանցեմ մարդկանց։ Հաճելի զգացողություններ, ավելի շատ սիրում եմ հետո արտահայտվել նկարներում, քան խոսքով ասեմ իմ անելիքը, էլի։ Սիրելի գույնս այն է, որով որ այդ պահին աշխատում եմ, այսինքն որևէ գույն չեմ առանձնացնում իմ համար, բոլոր գույները իմ համար հավասար են, նկարելու ընթացքում, նկարիս կոլորիտը որ գույնի շուրջ որ հավաքվում է, ես իրան շատ եմ սիրում։ Իմ համար նկարչությունը շատ կայուն մասնագիտություն է, որովհետև մարդը երբ որ ստեղծվել է, այսինքն եթե մենք վերցնենք թեկուզ աստվածած շնչով կամ գիտական տարբերակով, մարդը երբ որ ստեղծվել է, նկարչությունը ստեղծվել է մարդու հետ միասին։ Երբ որ հələ մարդը խոսք չուներ, լեզու չուներ, բայց նկարում էր։ Այդ ժայռապատկերները,
շատ ոնց ասեմ, մարդու հետ ստեղծվել է նկարչությունը, այսինքն ու մինչև հիմա ինքը ապրում ու զարգանում է։ Երբեք չենք կարող ասենք, որ ինքը ինչ-որ մի պահ հետընթաց է ունեցել։ Ինքը մարդու հետ զարգանալով եկել է, տարբեր ժամանակաշրջանների մտածելակերպ ունեցող մարդու հետ ինքը ունեցել է իր հստակ տեղը։ Ու տենց լինելու է, ու տենց գնալու է։ Նկարչությունը կայուն մասնագիտություն է, միանշանակ արվեստը։ Ու արվեստի բոլոր բնագավառները, որովհետև իրենք այս կյանքում վեհ են։ Իսկ նկարչությունը որպես մասնագիտություն ընտրելը պետք է ընտրի այն մարդը, ով իսկապես ծնվել է որպես նկարիչ։ Այսինքն ուղղակի սովորել, կատարել չի նշանակում լինել նկարիչ, հետո բողոքել, որ չստացվեց, պետք է ծնվես որպես նկարիչ, աշխատես դու քո վրա, բացահայտես այդ ամեն ինչը ու ոնց որ բոլոր մասնագիտություններում է, տենց էլ նկարչությունն է, դու պիտի կյանքումդ պայքարես։ Ամեն օր, ամեն ժամ պիտի աշխատես ու պայքարես ավելի լավին հասնելու համար։ Երբ որ դու քո ճիշտ տեղում ես, երբ որ դու ծնվել ես նկարիչ ու աշխատում ես հանուն դրա, դու գիտես քո առաքելությունը, դու հաստատ կհասնես բարձունքի ու երբեք չես ափսոսա ու չես էլ մտածի, կարող է ես օրինակ, չգիտեմ, բժիշկ լինեի, ավելի լավ լիներ։ Դա որոշելով չի։ Ինձ թվում է բժիշկ լինելու համար էլ պետքա բժիշկ լինես ծնված, ոչ թե ուղղակի սովորելով չեն դառնում։ Մարդ պետքա իր մեջ այդ բանը ունենա։ Հետո ստեղծագործել եւ կատարել, sense տարբեր բաներ կան։ Բոլորը կարող են սովորել կատարել։ Այսինքն այն որ սկզբում ասեցի, այդ պուպուշ նկարելու մասին է խոսքս, կարան սովորեն բոլորը ու կատարեն նենց ոնց որ կա իրականում, բայց ստեղծագործել բոլորը չեն կարող։ Ստեղծագործելու համար պետքա ունենաս այդ զգացողությունը, այդ հոգին պիտի դու ունենաս քո մեջ ու ոնց որ ինչ-որ մի հատ լրացուցիչ զգայարան է դա, որ պիտի ունենաս, կարանաս այդ ներսի տեղածը կամ միջավայրում տեսածը վերարտադրես։ Կատարես այդ նենց, որ ունենաս գոնե մեկ հոգի քեզ նայող, քո գործը նայող։ Ժամանակակից աշխարհում որպես նկարիչ այդ սոցիալական ցանցերը մեր համար էլի ինչ-որ միտեղ որպես ցուցասրահ են, այսինքն անձամբ ես իրանց օգտագործում եմ իմ համար որպես ցուցասրահ, որովհետև այնտեղ կա մի հանրություն, այսինքն մի չէ, ամբողջ աշխարհն է դրա մեջ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կամ դաժե մարդիկ, ովքեր չունեն մասնագիտություն, բայց սոցիալական ցանցերում կարան տեսնեն քո աշխատանքները։ Լավ իմաստով, երբ որ դու դա օգտագործում ես ու ճիշտ ես ծառայեցնում քեզ, ինքը շատ լավ բան է։ Մշտական ցուցասրահը մի հատ հետաքրքիր մի լավ արխիվ է, որ միշտ պահում ես ու ցանկացած պահի կարաս ցույց տաս մարդուն, հենց որ միջավայրում էլ որ լինես։ Իսկ ռեալիզացնել սոցիալական ցանցերով գործերը ինքը հեշտացնում է, բայց էլի նկարիչը, ինքը քանի որ նկարիչ է, այդ գործը մի քիչ դժվար է անում։ Այսինքն մենք սիրում ենք, երբ որ այդ գործը անում են այն մարդիկ, ովքեր որ զբաղվում են դրանով։ Մենք կարանք շատ սիրուն տեղադրենք, ցույց տանք, մենք անենք այդ գործերը, բայց դրանց մասին շատ խոսել, ռեալիզացնել իմ կարծիքով այդքան էլ մերը չի։ Երջանկությունը ինքը համ շատ մեծ բան է, համ շատ փոքր իրանից բացատրելը մի քիչ բարդ է, բայց էլի ասեմ, էլի կապեմ իմ ընտրած ճանապարհի հետ, իմ մասնագիտության հետ։ Երջանկությունը այն է, երբ որ դու ազատ ես քո ստեղծագործելու մեջ, օրինակ։
երբ որ լիարժեք ապրում ես կյանքդ միջավայրում, երջանկությունը լավ ընկերները, լավ միջավայրը, լավ ընտանիքը։ Արվեստի ուժը անհատական բան է, յուրաքանչյուրիս համար ինքը այնքան է, ինչքան որ մեզ տրված է, ինչքանի որ մենք հասցնում ենք ու ուր որ տանում ենք իրան, ինչ որ դարձնում ենք։ Արվեստի ուժը այն է, որ մենք մեր միջավայրում, մեր կյանքում ապրում ենք բարձ ճակատով, նայում միջավայրին, մեր արած գործով։